Ինչ որ շատ չի, այդ անընդհատ տենց Ալեն Սիմոնյանի կողմը տենց ինչ որ սադրանքներ, իրականում նորից եմ ասում, 3-1 պատասխանատուն ասուլիսի ժամանակ ասում էր, որ ինչ որ կառավարման ակադեմիայում է սովորում, միգուցե եւ սովորեն իրենք, որ պետք է ժողովրդի հետ պատասխանատու լինեն եւ խոսեն ավելի կիրթ եւ համբերատար, որովհետեւ դուք պատասխանատու եք, այս ժողովրդին դուք որ եկել եք պատասխանատվություն եք ստանձնել կառավարման, դուք պատասխանատու եք եւ ստիպված եք լսել ժողովրդի վրդովմունքը, լսել ժողովրդի պահանջը, այլ ոչ թե վիրավորել եւ փորձել թիկնազորների հետևում ամուր տղերքի կարգավիճակում լինել։ Ձեզ հետ ոչ մեկս չունենք ինչ որ հիմա այս պահի դրությամբ չունենք որևիցե մի բան փողոցային ժարգոնով խոսելու եւ ընդհանրապես մենք փողոցային մարդիկ չենք։ Մենք այս ազգի պետականության, երկրի, մեր պետականության, մեր անվտանգության, մեր ազատագրման ակունքներում կանգնած ենք։ Այն ժամանակ, երբ որ դուք դեռ չեք էլ դպրոց գնում կամ դպրոցը նոր եք ավարտել։ Հարգեք մեզ, հարգեք ու սա հանրային պահանջ է։ Սա հանրային պահանջ է նրան, որ դուք ասում եք նույն էլի եմ կրկնում, թիվ 1 պատասխանատուն ասում է ես կարող եմ գաղտնազերծել եւ պատասխանատուները հանցագործներն ու դավաճանները շատ կփոշմանեն, հա, նման գաղափար։ Բա մենք դա ենք ուզում։ Բա գաղտնազերծեք, բա որ հասկանանք անդիմադիր դաշտում ովքեր են եկել դիրքավորվել դավաճաններից, պետական դավաճանից։ Մեզ պետք է անուններ, դուք ասում եք կհնչեն անուններ, մենք ուզում ենք անուններ։ Սա հանրային եւ ազգային պահանջ է։ Իշխանությունների արդարադատության 18 թվականից գիտեք կներեք հարցս ավարտան։ Եթե այսօր գաղտնազերծումը դե երկար է տևում, չէ՞, դատական process-ներ, մի քանի տարի մարդկանց անունները հոլով են, դուք այդ մարդկանց ի վերջո դավաճան համարեք կամ կասկածեք, հետո վերջում պազլի տենց չէ։ Ինչքանով եք վստահ որ դա ցավոք այս 8 տարվա ընթացքում մենք վստահ ենք, որ այս իշխանությունը ինչ իբր իրավական ինչ-որ գործընթաց սկսում է, դա անպայման ավարտվում է փաստերի բացակայության պատճառով եւ արդարացվում են նրանք, ովքեր իրականում ոչ մի կարգ չունեն իրենց նշած հանցանքների հետ։ Մենք սովոր ենք սրան, բայց ամեն դեպքում բացի այս ամենից գոյություն ունի այդ ամբողջ քննիչ հանձնաժողովը, չէ՞, մարդիկ մի հոգի, 2 հոգի, 3 հոգի չեն, չէ՞, որոշում ներկայացել։ Այդտեղ բազում թե զինվորականներ, թե գործիչներ տարբեր, թե քաղաքական գործիչներ, թե մասնակիցներ, թե գենշտաբի պետից սկսած եւ մնացածից ավարտած ինչքան գեներալներ, մի հոգի, 2-3 հոգով չի ինչ որ իրավական ինչ որ կամ քննչական ինչ որ հարցեր բարձրաձայնվել, այնպես որ ես վստահ եմ, որ գոնե մենք ինչ որ մի կերպ կարողանանք մի բան իմանալ։ Եվ դա շատ կարևոր է։ Ու ի վերջո ուզում եմ հասկանաք, որ մենք պարոնայք այսօր իշխանավորներ, մենք ձեզ հետ ինչ որ նորից եմ կրկնում, փողոցային խոսելու ոչինչ չունենք, եւ մենք բաց ձեռքերով ոնց որ դուք եք բաց ձեռքերով, մենք նույն կերպ բաց ձեռքերով ենք, որովհետեւ եթե խոսելու բան ունենանք, դուրս եկեք ձեր այդ թիկնազորներից եւ եթե ուզում եք տղավարի խոսենք, կոնկրետ իմ հետ եկեք տղավարի խոսելու, եթե տղավարի խոսալու թեմա ունեք, եթե տղավարի խոսալու թեմա չունեք, եկեք մնանք իրավական դաշտում։ Մենք ոչ մի բան ձեզանից չենք ուզում այդ տղավարի պահվածքների կամ ավելորդ ինչ-որ հայրանքների ու սադրանքների։ Մենք ոչ պատրաստում ենք սադրենք, ոչ երբևէ փորձել ենք մեզանից մեկը սադրի, դուք մի սադրեք, մի վիրավորեք, դուք պատասխանատու եք մեր պետականության տարածքային ամբողջականության եւ ազգի անվտանգության համար, ժողովրդի անվտանգության։ Դուք եք վտանգում ձեր սադրանքներով, հետո տարբեր քրեական գործերով մի արեք։ Պարապաչյան, իսկ ըստ ձեզ ինչու քննիչ հանձնաժողովը չի հրապարակում, չի հանրայնացնում իր կատարած աշխատանքը, բացահայտումները եւ ինչու չեն հնչեցնում։ Ինչ հիմա մենք ասենք, դա մեր ենթադրություններն են։ Մեր կարծիքով, որովհետեւ ընտրություններից առաջ եթե ժողովուրդը իմանան ում են գնում ընտրելու, բնականաբար այնպես անես չի, որ հիմա իրենց այդ
ռեյտինգը բարձր է, շատ ցածր է, բնականաբար իրենց ընտրողների նույնիսկ շրջանակներում էլ ավելի անկնելու, որտեղ իրենք չեն կարողանալու պատասխան տալ ինչու, որովհետև քաղաքական պատասխանատվությունը իրենք էին կրում։ Իսկ կա ուժ, որ արդեն խոստացել է, որ իշխանության գալուց հետո օրինակ կկատարի ձեր պահանջը։ Կա այդպիսի ուժ, որ ձեզ այդպիսի խոստում է տվել։ Մեզ թե հանրության։ Ձեզ։ Չէ, մեզ ոչ մեկ դիմել, ասեցիք խորհրդարանական ուժերին։ Չէ, մեզ ոչ մեկ ոչինչ չի խոստացել։ Չեն խոստացել։ Եվ մենք ոչ մեկի հետ ինչ-որ զակուլիսի պայմանավորվածություններ չենք ունեցել։ Մենք հանրային խոստում է, ընտրական։ Չէ, մենք հանրային պահանջ ենք բարձրաձայնում ու սա ես վստահ եմ ամբողջ ազգի համար բոլորին, անկախ նրանից Հայաստանի Հանրապետությունում է գտնվում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս յուրաքանչյուր հային հուզող սա պահանջ է։ Եվ խնդրում եմ կներեք մեր հայրենակիցներն էլ անկախ քաղաքական իրենց դիրքորոշումներից, մոտեցումներից բոլորը անխտիր այս պահանջին միանան, որովհետև սա հանրային պահանջ է, սա ոչ մեկից քաղաքական ինչ-որ դիվիդենտը չի։ Յուրաքանչյուրս ունենք մեր քաղաքական դիրքորոշումները, վաղը մյուս օր ընտրություններին կմասնակցենք, թե ոչ, դա դեռ ժամանակն է։ Ես նորից եմ կրկնում։ Մեր բոլորիս նպատակն է գտնել հանցագործներին եւ եթե այդ հանցագործները այսօր իշխանության շարքում են, որտեղ ես օրինակ ունեմ իմ համոզվածությունը եւ դա իմ իրավունքն է, հակառակը ապացուցեք, որ ոչ, իսկ եթե այո, ուրեմն ոնց իրենք եկել են, դա մեր սահմանադրական իրավունքն է, այտենց էլ իրենց հեռացնել, այ հետո նոր գնալ ընտրության։ Դա մեր ցանկությունն է, եթե դուք ազնիվ եք ու արդար ոնց որ խոսում եք, հրապարակայնացրեք եւ ուղիղ կանգնեք ժողովրդի առաջ ու խոսեք։ Ոնց եղավ 20 թվականի 44 օրյա պատերազմը, դա ազգակործան, պետականակործան ու աղետներ, մեծ աղետը, որը մենք ունեցել ենք։ Սա պետք է պատասխանատուներ պետքա լինեն եւ սա պետքա սենց ծածկա դմփոցով չանցնի։ Այսինքն ըստ ձեզ հանձնաժողովը չի հրապարակում, չի հանրայնացնում, որովհետև իշխանության ներկայացուցիչներից աններ եւս այնտեղ կան։ Իհարկե, բայց իշխան Ժորժ ջան, ես 28-ին 44 օրը պատերազմի առաջին հենց օրը 3 հարցազրույցներ տալուց հետո մեկնել եմ Արցախ, մեկնել եմ եւ այնտեղ շատ լուսանկարներ կան, որ այդ սկզբի օրերին ինձ հետ լուսանկարվում էին իմ զինակից ընկերները։ Ես պարզապես ուղիղ այնտեղ երևում է իմ հայացքից էլ է երևում, ես տեսնում եի, որ ամբողջ ստրատեգիան սա հաղթելու ստրատեգիա չէր։ Ես առաջի պատերազմի մասնակից եմ եւ ես գիտեմ ոնց են ազատագրում եւ տեսնում եի ոնց է ամբողջը կազմակերպված, իսկ կազմակերպված էր ոչ հաղթանակի։ Ու այդ ամենը ոչ միայն ես եմ խոսում, դա խոսում են բոլոր իմ զինակից ընկերները, այդ թվում եւ խոսել են իրենք, որ դավաճանություններ ա եղել ու դավաճանությունները շարունակվել են։ Կազմակերպել, այո, կազմակերպել հաղթանակը դա ստրատեգիա է։ Դու ստրատեգիան կամ պլանավորում ես հաղթելու կամ պարտվելու։ Ապացուցեք մեզ, որ դուք ուզել եք հաղթեք եւ դուք ուզել եք պահեք երկիրը, նոր գնացեք ընտրությունների։ Գևորգյան։ Ես մի հատ բան ավելացնում, ուզում եմ հայ ընկերոջ արձին կներես Գևորգ ջան։ Դες դուք